Բարև ձեզ, Սարվա թեման է իմ այսօրվա հյուրը ժամանակակից արվեստագետ Սամվել Սաղաթելյանն է, բարև ձեզ, պարոն Սաղաթելյան։ Բարև ձեզ։ Պարոն Սաղաթելյան, դուք այսպես ասեմ յուրահատուկ հյուր եք այս տաղավարում, որովհետև սովորաբար այստեղ հյուրընկալվում են քաղաքագետներ, փորձագետներ, մշակույթի արվեստի մարդիկ հազվադեպ են գալիս կամ գուցե ես եմ հազվադեպ կանչում, ուզում եմ խոսենք այն մասին ձեր տեսանկյունից, այսինքն արվեստի մարդկանց տեսանկյունից, խոսենք այն իրադարձությունների, այն փորձությունների, այն կորուստների, ինչ-որ նաև գուցե նաև ձեռքբերումներ են եղել այս վերջին 5 տարիների ընթացքում, որոնց միջով անցել է թե երկիրը, թե նաև ժողովուրդը, քաղաքացիները այս երկրի։ Դուք ընդհանրապես ինչ եք մտածում, ինչպես եք մեկնաբանում, արդյոք կար այլ ճանապարհ, թե սա նախանշված ճանապարհ էր, որի միջով Հայաստանը եւ այ ժողովուրդը պետք է անցնեին։ Ուրախ եմ, որ ինձ հրավիրել եք, որտեղ ինձ դուր են գալու ձեր հարցազրույցները, դրանք անմիջական են եւ շատ հաճախ լավ նյութին ճիշտ վերաբերմունք է ցույց տրվում։ Դե ոնց որ ասացիք, ես արվեստագետ եմ եւ խնդիրներին շատ երևույթներին նայում եմ եւ պետք է նայեմ արվեստի եւ մշակույթի տեսանկյունից, որովհետեւ ես համոզված եմ, որ արվեստի մեջ այն ինչ որ տեղի է ունենում, ինքը հետո որոշակի կանխազգացում է ունենում հասարակական եւ քաղաքական երևույթներին տեղի ունեցածի արվեստագետ այդ առումով, որ նայում ենք շատ արվեստագետների մոտ, ասենք դա դրսևորվում է։ Հիմա եթե վերցնենք, ասենք օրինակ վերաբերվող ինձ, իմ տեսանկյուններին, խաղաղության խաչմիրուկ կոնցեպտը իմ մոտ 95 թվականին դրա մասին իմ որոշ աշխատանքներում, կոնցեպտուալ աշխատանքներում ինքը դրսևորվել է։ Եվ իմ համար շատ ոգեշնչող էր դրա ոնց որ բերելը հասարակության մեջ այդ կոնցեպտի օրակարգ մտցնելը, որտեղ դա եղել է մեր ձեռքում, դա շատ արժեքավոր մշակութային կոնցեպտ է եղել, որի գիտակցությունը մենք չենք ունեցել դա ճիշտ օգտագործելու։ Եվ ես Միացյալ Նահանգներում եմ ապրել 2002 թվականի վերջերից հրավերով Միացյալ Նահանգներ գնացի եւ այնց ստացվեց, որ մնացի առաջարկություններ եղան տարբեր ցուցասրահներից, գալերիներից, այդպես ասեմ, որոշ պրոյեկտներ եմ իրականացրել շատ հայտնի կամպանիաների հետ, առնչվելով իմ արդեն նախկին կնոջս հետ մենք գալերի ցուցասրահ ենք ունեցել, որ առնչվելով, որը շատ հաջող մտավ Լոս Անջելեսյան արվեստի դաշտ, եւ որտեղ մենք շատ հետաքրքիր բաների ես անդրադառնում, երբ որ մտնում ես արվեստի դաշտ, արվեստի շուկան։ Ես հենց դա նշում եմ արվեստի շուկան։ Ինչի պակասը մենք մեր իրականությունը, մեր հասարակությունը, մեր պետությունը ունի, որտեղ դա եւ էկոնոմիկայի վրա է արժում, ասենք ինքը էկոնոմիչեսկի, այսպես ասած, արդյունք ունի, բայց նաեւ շատ կարեւոր մշակութային կարևոր դաշտ է ստեղծում, մշակութային պլատֆորմա ստեղծում, որով դու ոնց որ քո ինքնությունը, քո մշակութային կոնցեպտը հաստատում ես դրանով։ Դրա համար ես շատ կարևորում եմ դրան։ Նահանգներում ապրելուց շատ ակտիվ գործունեությունից հետո 2015-ին քերտական ցուցահանդեսով եկա Հայաստան եւ նա ստացվեց, ես ոնց որ զգա ինչ-որ բան է տեղի ունենում, որ ինձ շատ պահում է, ուզում է, որ ես մնամ, դրան նպաստեց նաև անձնական կյանքի երրորդ անգամ ամուսնանալ ես, ասենք, ու տենց որոշեցի մնամ եւ այդ ականատես եղա այդ ամբողջ process-ին, ասենք, մինչ հեղափոխական այդ ինչ որ կուտակվում էր հեղափոխությունը, որին շատ ողջունել եմ եւ հետ այդ process-ներին հասկանալով, որ որոշակի process-ներ անցնելով բաներ կան, որոնք անխուսափելի էին, որ տեղի չունենային, որովհետև մենք պետք է անցնեինք որոշակի շրջան, որպեսզի տեղի ունենար, իմ համար ես մի բառով կարող եմ բնորոշեմ, ապագաղութացում ներքին եւ արտաքին, որը իր մեջ իմ համար կրում է շատ կարևոր մշակութային կոնտեքստը, մշակութային դրանով ես հաստատում քո ինքնությունը։ Այն ինչ որ մեր գիտակցության մեջ շատ դժվար է մտնել մեր
Հայաստանի հայի գիտակցության մեջ, որտեղ այն հիմնված է եղել գոյատևման մենտալիտետի վրա։ Եվ դա շատ էական ազդեցություն է ունեցել արժե համակարգի վրա։ Ոնց որ դու չվստահես քո ինքնությանը, քո ինքնությունը դու զիջել ես, այսպես ասած, մեծ տերությանը, մտածելով, որ դրա մասնիկը լինելը քո համար ավելի ուժեղ է, այսպես ասած, ավելի հաստատուն է։ Այսինքն մենք եղել ենք այդ մեծ տերության մշակութային դոմինանտության տակ։ Մենք դրա հաղթահարման process-ում ենք։ Դա շատ կարևոր, իմ համար դա շատ կարևոր իրավիճակ է։ Պարոն Սաղաթելյան, մենք հեղափոխությունից հետո 2 տարի անց ծանր ճանապարհ անցանք, Արցախյան պատերազմը հետո Արցախի կորուստը, նաև Հայաստանի հետ կապված որոշակի իրադարձություններ եղան։ Արցախի հարցը ձեր կարծիքով նման վերջաբան ունենալու նշաններ ուներ արդեն մինչև հեղափոխությունը կամ այս տարիների ընթացքում հասնում էր դրան, որ Արցախի հարցը գնում է այդպիսի վերջաբանի։ Կարևոր հարց եք տալիս, որովհետև դա ակտուալացավ վերջերս մի ցուցահանդեսի, որ մասնակցեցի, որ մենք հանդիպեցինք այդտեղ, որտեղ ցուցադրվեց իմ աշխատանքներից մի հատ մեծածավալ աշխատանք, որը Իրանից ներկայացնում էր վերմակ քարտեզ։ Դա ես իրական պատրաստել էի կանանց հետ, մասնակցելով ամբողջ process-ին, բուր չփխելուց սկսած, ասենք, այն ինչ որ տղամարդու գործը չի եղել մեր հասարակությունում։ Ինքը վերմակ քարտեզ է, վերմակը որպես կոնցեպտ երկիրը ոնց որ տեսնելով որպես վերմակ, որով դու քողարկվում ես, դրա դրական եւ բացասական իմաստով էր, որտեղ հաճախ չէ, այդ վերմակի դակ դու կարող ես ինչ-որ գաղտնիքներ, ինչ-որ բաներ քողարկես, որոնք չուզենաս, որ մարդիկ տեսնեն, դու ինքդ էլ չուզենաս դա տեսնես, այսպես ասած։ Դա այսինքն այնց պատկերավոր բաններ վերմակի։ Եվ այդ վերմակի գաղափարը առաջացավ Շուշիում ցուցադրելու համար, որտեղ տեղի ունեցավ Շուշի Art Project ցուցահանդեսը, որին մասնակցում են մոտ 20 արվեստագետներ։ Այդ ժամանակ ես Լոս Անջելեսից եկա, այնտեղից գաղափարը ծնվեց։ Ու ինքը շատ լավ գաղափար էր, որը կարող էր ստեղծել մի պլատֆորմ, մշակութային պլատֆորմ, ժամանակակից պլատֆորմ հաստատելու համար քո ինքնությունը այդ դաշտում։ Ու վերմակի հիմնական գաղափարը սովետի վերջի շրջանում, որ Ղարաբաղյան շարժման հետ կապված մի արտահայտություն էր շրջանառվում, Ղարաբաղ ի վокруг него։ Իմ մոտ առաջացավ այդ ժամանակ սկսեց իմ մոտ ձևավորվել այն միտքը, որ այն ինչ որ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, ոչ թե հենց Ղարաբաղի մասին է, այդ երկրա մասին, այն ինչ որ տեղի է ունենում նրա շուրջը։ Դրա համար այդ վերմակի մեջ ոնց որ այդ Արցախի մոտավոր քարտեզը ես թողեցի դատարկ մնացել։ Ու ասում են, որ ինչ որ այսպես ասած մարգարեական բան ստացվեց այդ դատարկը, այսինքն ինքը ոնց որ այդ լաթերը ամբողջ դրա շուրջն է, ուտեղից փոկված դատարկությունն է, ասենք էլ, ինչ որ տեղի ունեցավ։ Բայց դրա հիմքերը տանում է ամենասկիզբը, երբ որ մենք Արցախի Ղարաբաղյան շարժումը ինքը իր չհաստատեց իրավունքի հարցը, միջազգային իրավունքի հարցը մենք ինչ որ առումով անտեսվեց։ Մենք զիջել ենք իրավունքը մեծ տերությանը, այսպես ասած, դա ակնհայտ է։ Եվ ամբողջ տանում էր դրան։ Տանում էր այդ հատկապես Ղարաբաղյան կլանի կողմից Արցախը բանակցային գործընթացից հանելը, դա ոնց որ սուբյեկտայնությունից զրկես ինչ որ մեկին, էլի։ Հասկանու՞մ ես, ու մարդկային նույնիսկ հարաբերությունների կոնտեքստում, ելուր մնաց երկրի, ասենք 2 հոգի, 3 հոգի նստում են սեղանի շուրջը հավասար խոսքով եւ իրավունքով, բայց դու հանում ես այն մեկին, ասում ես ես եմ իր տեղը, ոնց որ ինչ-որ գողականոտ բանի մեջ ոնց որ մտնի, էլի, այտենց այդ մշակույթի մեջ։ Այդ օրվանից սկիզբը դրվեց պատերազմի ճանապարհի։ Դու զրկեցիր ինքնությունից նրան, սուբյեկտայնությունից, եւ դրան գումարած դու որոշակի
հավակնություններ ստեղծեցիր, իրավիճակ հավակնություններ ստեղծեցիր այն հասկացողության, որը կոչվում է տարածքային ամբողջականություն, որի տակ ստորագրվել է, ճանաչվել է։ Դրա համար հետո ես սկսել եմ վերջի այն ժամանակ Ղարաբաղյան շարժման ժամանակ ես միացում բառներ ինձ շատ հետաքրքիր կոնցեպտուալ առումով էլի։ Դրա մեջ մեծ էներգիա եւ իմաստ կար։ Մենք դա էլ զիջեցինք։ Մենք կորցրեցինք այդ միացում գաղափարը եւ արդյունքում ստացվեց անջատում։ Ինչ որ անհասկանալի մտային վարժանքների թե ինչի շնորհիվ ասենք, չգիտեմ ինչ եղավ, հետո ինչ որ հայտարարվեց անկախության հարցը, այդ անկախությունը ոչ ոք չճանաչեց եւ այլն։ Ուսուցան ինքը դառավ ոչ մեկինը դարձավ այդ տարածքը։ Երբ որ ոչ մեկինն է, ինչ որ մեկը արդեն վերցնում է, հա։ Դու արդեն զիջել էիր նրան։ Պարոն Սաղաթելյան, տեսեք, հատկապես 22-23 թվականներից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չասեմ կտրուկ, բայց բավական մեծ փոփոխություն տեղի ունեցավ հասկանալի պատճառներով։ Նախ 22-ին Հայաստանի որոշ տարածքներ օկուպացվեցին եւ մեր այսպես ասած դաշնակիցը չփորձեց պաշտպանել, 23-ին արդեն Արցախը լրիվ հայաթափվեց ու դրանից հետո Հայաստանը սկսեց այլ դաշնակիցներ փնտրել։ Սա ինչ որ առումով ապագաղութացման process-ներ սկսվեցին նաև այդ ժամանակվանից։ Եվ ձեր կարծիքով հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Ես այդ տեսանկյունից եմ դիտում, ասենք ապագաղութացման այդ սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ որ Հայաստանի համար կարմիր գիծ դարձավ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք հասկացողությունը։ Այդ չարաբաստիկ 9-րդ կետը։ Ինձ համար այդ նորմալ անդիմություն լինելը, ինձ համար նորմալ է, ասենք, քննադատությունը, ես շատերից ավելի շատ քննադատելու բաներ կարող եմ գտնել, էլի, կոնցեպտուալ, հիմնավորված, հասկանում եք, բայց եթե դիմացինդ չի ասում սենց բան, որ իմ համար էլ է, ես ընդդիմություն եմ, շատ թունդ, ես ատում եմ ես մարդուն, ես իշխանությունը, բայց իմ համար նույնպես կարմիր գիծը Զանգեզուրի միջանցքը։ Չկա հայ, որի համար դա կարմիր գիծ չլինի։ Բայց պարզվեց, որ որոշների համար տենց չի։ Պարզվեց, նրանք հետ են գնում, եկել այդ քննադատում են 9-րդ կետը, հետո պարզվում է, որ 9-րդ կետը այնքան էլ վատը չէր, այսպես ասած, որովհետև իրանք ծառայում են լրիվ ուրիշ երկրի, ուրիշ գաղափարի, դա արդեն ակնհայտ է, էլի։ Այնպես որ այդտեղից ես այն ժամանականից, այն պահից, երբ որ հայտարարվեց մեր իշխանությունների կողմից, որ դա կարմիր գիծ է, այդ ժամանակվանից ես կարծում եմ սկսեց այդ ապագաղութացման այդ իսկապես այդ կայծը մտավ ու դա շարունակվում է ու դա իմ համար չափազանց կարևոր բան է։ Եվ ասենք արևմտյան, ասենք դիվերսիֆիկացիան, եվրոպական դիտորդների բերելը եւ տեղադրելը, այդտեղ շատ կոորդինալ քայլ էր դա։ Դա էական էր էլի այդ միջանցքի խնդիրը, այսպես ասած, արանքից հանելու առումով։ Պարոն Սաղաթելյան, անցած տարի օգոստոսին նախ ստորագրվեց խաղաղության պայմանագիրը, ելի շատ ուժեր քննադատում են, թե իբր դա Հայաստանի համար վտանգավոր պայմանագիր էր, պետք չէր ստորագրել, բայց արդյոք դա նաև նպաստեց, որ փոխվի Հայաստանի հետագա ճակատագիրը եւ ընդհանրապես հետագա տարիների, այսպես ասենք, գոյությունը Հայաստանում։ Ինչպես շատ բան, ես նույնպես դրան նայում եմ մշակութային տեսանկյունից եւ կարծում եմ, որ դա մշակութային առումով ինքը շատ կարեւոր բան է։ Դա այն պահից է, երբ որ կրկին ռուսական կայսրության մշակութային դոմինանտության տակից պոկվելու եւ ռուս-թուրքական պայմանագիրը խախտելու այդ կարեւոր քայլն է։ Եվ դա արվեց Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ։ Ինքս Միացյալ Նահանգների քաղաքացի եմ, բայց ես Տրամպին, ասենք, շատ հարցերի, շատ առումներով Տրամպին ոչ թե ուղղակի համաձայն չեմ, ուղղակի ինքը պսիխոպատ ոնց որ լինի, սայքոպատ, տենց
արտահայտություն կա, էլի, ես որտեվ շատ լիդերների նաև անդրադառնում եմ քաղաքական գործերից մեջ, քաղաքական առումով գործերի մեջ, եւ նրանց փորձում եմ վերլուծել հոգեբանական տեսանկյունից, բայց արվեստային, ասենք Պուտինը ինչա ինձ համար կամ Տրամպը եւ այլն էս կոմենտում, ու նրանց հոգեբանական նկարագիրը ուսումնասիրելու ինձ շատ հետաքրքիր է դառնում, էլի արվեստի տեսանկյունից։ Բայց այս քայլը, այս ինչ որ ստեղծվում է, ես հուսով եմ, որ ինքը առաջ կգնա, ինքը շատ լուրջ հիմքեր է ստեղծում, որպեսզի Հայաստանը այստեղ իսկապես դառնա այդ խաղաղության խաչմերուկի մշակութային գրավականը, այդպես ասեմ, էլի, այստեղ որտեվ դու վերցնում ես քո վրա մի հատ միսիա ես վերցնում քո վրա, որը շատ համապատասխանում է այսպես կոչված արևմտյան մշակութային արժեքներին։ Այդ այն արժեքներն է, ոնց որ Եվրոմիության ղեկավարի հետ զրուցում էի մի հատ ցուցահանդեսին, ինքն էլ այդ նույն բանը ասեց, բայց Հայաստանը դրա ակունքներում է կանգնած։ Իսկապես ասենք, այստեղ քաղաքակրթական խնդիր է։ Ռուսաստանը այդ քաղաքակրթական առումով ինքը արևմտյան մշակույթի ներկայացուցիչ չի, ինքը այդ մոնղոլ թաթարական հորդայի ամբողջ այդ մշակույթը այնտեղ շատ մեծ ազդեցություն է թողել նրանց կառավարման համակարգի ամբողջ համակարգի վրա, բայց ռուսների մոտ շատ կարևոր բան կա, իրանք արվեստի կարևորությունը իրանք մեջ դրված է, իրանք հասկանում են, որ դա չափազանց կարևոր է, արվեստը, մշակույթը։ Մի հատ հումորային հաղորդում կա, որտեղ Խազանովը նկարագրում է Ելցինի մի հատ ինչ-որ հանդիպում է, որը խմած է եղել, ինչ է եղել, չգիտեմ, արփած է եղել ու դիմում է, ինչ-որ դիմել է ու տենց ճառը ասել, թե Ռուսաստանը ինչ մեծ է Ռուսաստանը, ինչ զոր է, բայց Ռուսաստանը կվերականգնվի, այդտեղ պետք է ասում, միայն մշակույթի միջոցով։ Տեսեք, ինքը ակցենտավորում է այդ կարևոր չի ով ասել, բայց իրանք հասկանում են, որ մշակույթով են իրանց դոմինանտությունը հաստատում։ Մենք այդ դրա տակից պետք է կարողանանք դուրս գանք եւ դա պետք է արվի շատ տարբեր ասպարեզներով ու ես հատկապես նշում եմ, ասենք, արվեստի խնդիրը, որ չափազանց կարևոր է։ Պարոն Սաղաթելյան, նշեցիք, որ ուսումնասիրում եք լիդերների կերպարները, հետաքրքիր է իմանալ մեր ղեկավարի կերպարը ինչպիսին է ձեր մոտ։ Ես գիտեմ, որ դուք հետաքրքիր ասենց համեմատություն եք տարել Գիգորի կերպարի հետ, բայց հակառակ ուղղությամբ, որտեղ ասպես ասենք իրական Գիգորը եթե զոհ էր, ապա այս համեմատության մեջ ինքը ներկայացվում է ձեր կողմից ռեֆորմատոր խաղի կանոններ փոխող եւ մի քիչ կմանրամասնեք այդ ձեր համեմատությունը ինչու էր քայլում։ Ինքը շատ հետաքրքիր միջադեպի բաներից եղավ, էլի, այտենց միջադեպ ասեմ, ինչ ասեմ, ու այնտեղ այդ գործից մեջ գրում եմ, որ մի ինքեր այտենց նայելով մեր Փաշինյանին այտենց միտք արտահայտել, ոնց որ Գիգորը լինի, գնացել է Եվրոպա։ Ինքը ես Ամերիկա ապրելով շատ բաներում, ասենք, ուրիշ կերպ է սկսում նայել, էլի։ Ասենք, ոնց որ ամերիկացին քո ակցենտը ինքը չի դիտում դա որպես բան, թույլ բան, ասենք, թերություն։ Ընդհակառակ իր համար դա հետաքրքիր է։ Փաշինյանի կերպարը ես որ նայում եմ, ասենք, իր այդ եվրոպական այդ մի վիզիտի ժամանակ, որ լավ բարձրահասակ էր, էլի, այդ չեմ էլ հիշում ով էր, որ լիդերներ, ինքը ցածրահասակ էր, ու տենց ակցենտավորած իր կեպիով։ Ես հարցեր կա, որ նայում եմ արվեստի տեսանկյունից, ասենք, այդ արարքների մեջ պրովոկացիա եմ տեսնում, լավ իմաստով, որովհետև արվեստի մեջ պրովոկացիա կա, դու խախտում ես ինչ-որ հասկացողություններ, ասենք, որ լիդերը պետք է բոյով լինի, կամ չգիտեմ, ինքը պետք է ունենա ինչ-որ մանիերաներ, այսպես ասած, որ ձեր դուրը գա, այտենց չի։ Փաշինյանը ընդգծում է ժողովրդական ծագումը։ Ու այդ առումով այդ Գիգորի հետ կապված պատմությունը ես նորից կարդացի, որտեղ Թումանյանի Գիգորը եւ Մարոն էլ, ասենք, ամուսնացնին Մարոին, տմին Չոբան Կարոին։ Շատ կարևոր կետերի անդրադառնում։ Ասենք ամենատրագիկ գործն է Գիգորը, ասենք, էլի դրանից ավելի տրագիզմ դժվար է պատկերացնել, թե ոնց են երեխային
Պատրիարխալ ընտանիքը երեխայի զոհաբերում ընտանիքի բարօրության համար։ Ու մարդիկ, ովքեր այդ առումով ոնց որ ձեր են առնում, այսպես ասած, այդ կերպարի բանը։ Մի հատ նենց շատ ահավոր անբարոյական բան տեսա դրա մեջ, էլի հասկանում ես Գիգորի հետ համեմատելով, ասենք։ Գիգորի կերպարը ինքը կարեկցանք առաջացնող կերպար է որպես գրական գործ։ Դուք որ դրա հետ համեմատում եք, ասենք, նեգատիվ առումով, դուք նշանակում է պատրաստ եք նորից զոհաբերելու ինչ որ մեկին, ինչ որ մի բան, հանուն ձեր գոյատևման։ Տեսեք, Գիգորի մեջ մայրականը չկարողացավ բան անել, արգելակել հայրականի որոշումը Գիգորին բերելու։ Ու իմ մոտ այդ միտքը առաջացավ, որ ստեղ մի բան է տեղի ունենում, էլի մի բան է խախտվում մեր մենտալիտետի այդ արխետիպերի մեջ, ասենք։ Գիգորը ինքը դառնում է հեղափոխական։ Ինքը գալիս է որպեսզի խախտի այդ պատրիարխալ, այսպես ասած, ընտանիքի տղամարդկային դոմինանտության վրա հիմնված այդ կառույցը։ Ու դա անում է շատ տարբեր ձևերով, ասենք, հաճախ պրովոկացիաներով, հաճախ սխալվելով, որտեղ ժողովրդավարությունը իրավունք է տալի քեզ սխալվելու, նայ, դու կարող ես սխալվել, հետո քեզ չընտրեն, բայց ավտորիտարիզմը ինքը սխալվելու իրավունք չունի, ինքը պետք է անընդհատ հաստատի իրան, ասենք, ինքը պետք է իր դոմինանտությունը անընդհատ հաստատի, ու տենց այդ միտքը առաջացավ, էլի։ Աստորեն կոտրում է այդ զոհի կերպարը եւ ավելի շատ փոխում է խաղի կանոնները, բարեփոխում է մեր մենտալիտետը, տենց ասենք։ Տենց այո, հենց այդ զոհի կերպարը, որ զոհաբերության մեր մեջ ներդրված է եղել զոհաբերության մշակույթը։ Դա դրվել է, ներդրված է դա։ Մենք այդ ֆորպոստ, չէ՞, անընդհատ ֆորպոստ, ռուսի համար կռված, երկրորդ համաշխարհային այդ հայրենական պատերազմում այդքան զոհ տված, դրանով ոնց կարող ես հապարտանաս, այդքան զոհ ես տվել։ Ասենք, էլի այդ մի փոքր, մի բուռ երկիր է, ասենք։ Ցեղասպանությունից հետո այն։ Այն էլ ցեղասպանությունից հետո, ցեղասպանությունը, այդ ոնց եղավ այդ անտերը, այդպես ինչի եղավ այդպես, ոնց եղավ։ Այդ կուսակցությունը, չգիտեմ, քանի 100 տարվա, որի դևիզն է մահ կամ ազատություն։ Մտածել ենք այդ ինչ է այդ դևիզի մեջ, ասենք։ Դու առաջին տեղը դնում ես, բառերը նշանակություն ունեն, բառերի կոնֆիգուրացիան ինքը որոշակի ազդեցություն է թողնում։ Երբ որ դու ասում ես մահ կամ ազատություն, դու առաջինը մահ բառն ես ասում։ Այսինքն դու տանում ես զոհաբերության նախ եւ առաջ։ Անգլերենում այն գանգերի մոտ, ասենք գանգերի մշակույթի մեջ էլ կարող ես տեսնես մեքենայի վրա գրած be free or die։ Եղիր ազատ կամ մեռի։ Դու չես ասում եղիր ազատ կամ մահացի, ասում ես մահ կամ ազատություն։ Պարոն Սաղաթելյան, Հայաստանը հերթական փորձությանն է մոտենում, նկատի ունեմ ընտրությունները, ու էլի շատ ասենց կարծիքներ կան, որ սա ոչ միայն զուտ իշխանափոխության խնդիր է լուծվելու հիմա, այլ նաև Հայաստանի թեկուս ասենց կախվածությունից անջատվելու խնդիր է լուծելու Ռուսաստանի հետ կապված, մանավանդ հաշվի առնենք, որ շատ ուժեր, ռուսամետ ուժեր են ու շարժվում են Հայաստանում այս ընտրական գործընթացում, հենց Ռուսաստանից ստացած հրահանգներով կամ գոնե իրենց քաղաքական շահերը սպասարկելով, ինչ կփոխեն այս քաղաքական process-ները Հայաստանում, ինչ է սպասվում մեզ առաջիկա ամիսներին։ Դե իհարկե շատ կարևոր էտապ է եւ արդեն այն որ ասում է բաց քարտերով են խաղում, էլի, ասենք, վերջի հանդիպումը այնտեղ Մոսկվայում, որ Էմիլիոս Փաշինյանը շատ արժանապատվորեն տարավ այդ հանդիպումը եւ ես ձեզ ասեմ, պետք է տեսնեք ռուս օկտատերերի այս բաներից ստանում են, էլի, ինչ որ տենց ոչ օպոզիցիոն մի քիչ այդ դոժնա էլի կան ինչ որ, ասենք, նրանց հիացմունքը Փաշինյանի այդ ոչ ոք Պուտինի հետ նման այտենց եւ շատ դելիկատ արվել է դա, ասենք, էլի դիվանագիտորեն արել, ոչ մի
անճոռնի բան չի եղել, ոչ նույնիսկ որոշակի սարկազմ ա եղել եւ այլն այս կողմում, բայց արդեն բաց են խաղում, կոպիտ ասած, ես նրանք ոչ թե ռուսամետ, այսպես ասած, նրանք հենց պարզապես ռուսական կայսրության իրանք շահերը հետապնդող այդ բացարձակ, ասենք, ակնհայտ է, էլի, այնքան ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանին քննադատող ընկերներ շատ ունեմ, էլի, տարբեր բնագավառներից, նույնիսկ Փաշինյանին որոշ շատ հարցերում քննադատողներից ասում են ոնց այդ երեքը նրանք վտանգ են Հայաստանի համար, չի կարող լինի այդպես բան, էլի, այնքան ակնհայտ է ամեն ինչ, բայց խնդիրը կարգին ընդդիմություն լինել ի վերջո հանրություն է, որ ըստ էության շատ լավ անձնավորություններ կուսակցությունով կան, որոնք իսկապես լավն են, էլի, ասենք, նրանց կարող են լինել խորհրդարանում լավ ընդդիմություն, բայց արդյոք կարող են նրանք հայտնվել խորհրդարանում, թե հերթական անգամ այդ կոնգլոմերատից պետք է մտնեն, էլի, ասենք, it's okay, թող լինի ինչ-որ մի հատված, որը ունենա այդ դիրքորոշումը, այնուամենայնիվ մեր ժողովրդի մեջ կա ռուսասիրությունը կա, ասենք, էլի, բայց պետք է հասկանալ դա ոնց պետք է դրսևորվի, դա չի կարող դրսևորվի քո երկրի հաշվին, հասկանում եք, այդ լրիվ ուրիշ բան։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը ժամանակակից արվեստագետ Սամվել Սաղաթելյանն էր, կհանդիպենք առայժմ։